համաշխարհային պատմության մեջ ավելի նողկալի, ավելի զզվելի ռեժիմ եւ ավելի վախկոտ մարդ, քինախնդիր, մանրախնդիր, չգիտեմ, ինչ բառ ուզենաս կարաս ասես, քան Փաշինյանական ռեժիմն է չի եղել։ Վարչապետին հարց են տալիս, ասում են ինչի՞ք տենց հանում, այդ տեսանյութը ինչի համար էր, նկարահանվում, հրապարակվում, ասում եմ չեմ տեսել, ինձ հետաքրքիր է, մեռնեմ թե չի տեսել, ասեք։ Երևի ուզում ասի, որ հլա այս սարը մերն է, հլա Ալիևին չենք տվել, հա երևի էտա մեսիջը, ինչ իմանամ։ Ադրբեջանը կվերցնի մկրատը ջերմուկի հատվածը կկտրի, եսին որ հատվածը կկտրի, կարելի կարծել կտրած չի հիմա այս պահին։ Չհասկացանք, ուրեմն հաղթանակն է լավ բան, թե պարտությունը։ Մարդու վրա 2 հատ ցմահի հոդված են դրել։ 2 հատ ցմահի։ Դա շատ պարզ բան է, ես զենք ունեմ, դուք զենք չունեք։ Ես ԱԱԾ ունեմ, ես դատախազություն ունեմ, ես հակակոռուպցիոն կոմիտե ունեմ, ես կարամ ձեզ նստացնեմ, դուք ինչ չեք կարա նստացնել։ Բայց այդ լոգիկայի մեջ կարային տնային կալանք տային էլի կենթանիներին, չէ, վարչական վերահսկողություն։ Միայն ՀՀ քաղաքացին է ՀՀ տարածքում անպաշտպան, միայն։ Հիմա ուզում ես ասես, պիտի Էրդողանը պարտվի ընտրություններում, որ մենք կարողանանք Նիկոլին հեղացնենք։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորանի հասարակության։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուս հրապարակի YouTube-յան ալիքամ են երկուշաբթի ես եւ Ավետիս Բաբաջանյանն այս տաղավարում վերլուծում ենք ամենակարևոր քաղաքական իրադարձությունները։ Պիտի խնդրեմ հենց ամենասկզբում կամ բաժանորդագրվեք կամ մեզ մեկնաբանություններ թողնեք։ Ես բոլոր մեկնաբանությունները կարդում եմ, շատ հաճախ անգամ պատասխանում եմ։ Դրանով մենք այս կապը ապահովում ենք տեսարանի եւ մեր միջև։ Ողջույն Ավ ջան։ Բարև Զարա ջան, բարև ձեզ սիրելի հետևորդներ, ես նույնպես կոչ եմ անում գրել մեկնաբանություններ, բայց աշխատեք որոշ մարդիկ գրում են վիրավորական կամ չգիտեմ։ Ես քեզ ասեմ համատության մեջ մեր լսարանը ամենակոռեկտ, ամենագրագետ, ամենախելացի մեկնաբանություններն ա գրում, որովհետեւ տեսնես մյուս հարթակներում ինչ ա կատարվում, հնլացելու թեմա է, էլի։ Ամեն դեպքում ասա որ դու ես կարդում։ Կարդում եմ, իհարկե կարդում եմ եւ հետևություններ, որոշակի հետևություններ անում եմ անպայման։ Սուպեր։ Սկսենք, շատ հետաքրքիր քաղաքական դադարի արձակուրդների էտապ ենք մտել, բայց որ ասում եմ, մեզ բաց չեն թողնում, հանգիստ չեն թողնում, էլի։ Մի կողմից Ալեն Սիմոնյանը մի ամսով արձակուրդ գնացել, Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով արձակուրդ գնացել, էլ Սարամագլցում, էլ չգիտեմ ինչերով ազբաղված, էլ ՀԴՄ կտրոնա պահանջում տարբեր տեղերում, բայց լրահոսից դուրս չի գալիս, հա, այսինքն իր ներկայությունը լրահոսում դենց ամենօրյա ռեժիմով շարունակվում է։ Ինքը այդ թեկուզ իր սարմագլցելու տեսանյութներն է տեղադրում դրանով մարդկանց վրթովմունք առաջացնում։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս մարդը բերեց հանգուցալուծման ընտրությունները, հա, կեղծեց, ձայնագողությամբ զբաղվեց, Գագիկ Ծառուկյանի 60,000 գրեթե ձայնը կողացավ, ստացավ իր բաղձալի մանդատների քանակը։ Ինչի մեզ հանգիստ չի թողնում գոնե այս ամառվա շոքին, ինչի մեզնից վազն չի անցնում, որ մենք հանգստանանք։ Նախ սկսենք Ալեն Սիմոնյանից, երբ որ ասում ես մի ամիս արձակուրդ գնաց, իմ կարծիքով Ալեն Սիմոնյանին պարտադրաբար ընդմիշտ արձակուրդ ուղարկեցին, Ալեն Սիմոնյանը այլևս չի լինի քաղաքական դաշտում։ Ոչ մի առաջարկ չեն անի իրան։ Իսմա չէ, իմաստ չկա, կմնա ԿՊ, այսպես ասած, վարչության շարքային անդամ կծառայի Նիկոլ Փաշինյանին, ինչպես շատերը։ 46 տարեկան մարդը թոշակառու դառնա։ Օրինակ գնել Սանոսյանը ինչ է դարձել։ Ամուլսար բանի հանքի պետության ներկայացուցիչն է, հայտարարագիր լրացել 50 քանի միլիոն դրամի աշխատավարձ է ստացել, ընդ որում մի տարվա ընթացքում չէ։ Ստացվում է ամիսը 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Ես նկատի ունեմ, եթե խոսքը աշխատավարձի մասն է, անպայման փող աշխատելու հնարավորություն Նիկոլ Փաշինյանը իրան կտա, ասենք, բան չի թողի։ Սոված չի թողի, իհարկե սոված չի թողի, բայց քաղաքական իմաստով Ալեն Սիմոնյանին ես կարծում եմ չի լինի քաղաքականության մեջ, որովհետև դրա տեղը չկա, այսինքն նախարար չի նշանակի, ազգային ժողովից արդեն դուրս է եկել, ուրիշ էլ պաշտոն չկա էլ
նոր պաշտոն եթե ասում էին նախագահ կարող է լինի, ասում էին փոխվարչապետը հնարավոր, ասում էին ինչ որ առանցքային նախարարներ, Չեմ նաև կարծում։ նույնիսկ դեսպանի պաշտոնի մասին էին Դեսպան կամ այտենց դեսպան կամ այտենց մի ինչ որ մի աշխատանք կարող է տան, բայց դա քաղաքական ճիշտ է, մեծ հաշվով դա քաղաքական պաշտոն է, բայց դա քաղաքականության հետ այնքան էլ կապ չունի։ Քաղաքական թոշակա։ Քաղաքական թոշակառուի կարգավիճակ է։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արձակուրդին, ինքը ուզում է ասի, ես ձեզ հաղթեցի, հայ ժողովրդին, հայ հասարակությանը հաղթեցի, հիմա կարամ վայելեմ իմ հաղթանակը։ Սար բարձրանալու հետ կապված ինչ կարող եմ ասել։ Այմար բարձրանալու դեմ իր ասար բարձրանալու, բայց դու պրոստը վիդեոները չդնի, ինքը իր պատին դնում է կառավարությունով դնում են հայկական ժամանակով դնում են բոլոր հարթակներով իր այդ բան շատ քիփ մայկայով սար բարձրանալու տեսանյութն է։ Երևի ուզում ասի, որ հələ այս սարը մերն է, հələ Ալիևին չենք տվել, հա երևի դա մեսիջը, ինչ իմանամ։ Նայած որ սարի մասին է խոսքը իրականում Չէ, Ադրբեջանին անցած օրինակ սոտքի սարերը չի կարա բարձրանա, հա։ Ջերմուկի սարերն էլ չի բարձրանա։ Սիսիանի սարերն էլ չի բարձրանա, բայց հələ կան սարեր, որ բարեբախտաբար սև հումոր է, բայց դե ինչ անենք, սիրելի հետևորդներ, հարգելի հետևորդներ, մենք ապրում ենք մի հատ նույն ժամանակահատվածում, որ Սև հումոր չի, անցյալ շաբաթ մարդը արդեն ասել է, որ անկլավների խնդիր կա, որ պիտի կամ մենք պիտի զիջենք, կամ էլ ինքը Ադրբեջանը կվերցնի Մկրատը ջերմուկի հատվածը կկտրի, ես իմ որ հատվածը կկտրի։ Կարելի է կարծել կտրած չի հիմա այս պահին, էլի, որ իրան զորքը կանգնած է ջերմուկի սարերում։ էլի կկտրի։ Ավելի խորը կկտրի։ Ավելի խորը կկտրի, հա, որովհետև ինքը ադրբեջանական հպատակ է եւ փաստացի փոխանակ, ասենք նման դեպքերում ինչ է, երբ որ մարդը հպատակվում է ինչ որ մեկին, փորձում է իր հասարակությանն էլ հպատակեցնի։ Ուրիշ նորմալ մարդ լներ իր փոխարեն, կասել լավ, հիմա ես դառել եմ Ալիևի հպատակ, գնամ ասենք Ալիևին հպատակվեմ։ Այս ամբողջ երկիրն ու հասարակությունը չդարձնեմ, դարձնեմ ադրբեջանական հպատակ, չէ՞։ Բայց ինքը չէ, ինքը Այդ գիտես այն վատ բանի պատմության պես է, որ ասում է աշխատանքի վայրը ամուսնու վրա ղեկավարն է գոռում, ամուսինը գալիս է տուն կնոջ վրա է գոռում, կինը երեխայի վրա է գրում, երեխան շան վրա է գոռում։ Հիմա մենք այդ բանի շղթայի մեջ ենք հայտնվել։ Ուղղակի համաշխարհային պատմության մեջ տարբեր այտենց դրսևորումներ կան, որ մարդիկ պարտվել են եւ դեպքեր են եղել, որ այդ մարդիկ որպեսի գիտակցելով, որ իրենք պարտվել են եւ որպեսզի իրենց պարտությունը չտարածվի երկրի վրա, թողել գնացել են, բայց կան նաեւ դեպքեր, որի օրինակը մենք ենք տեսնում մեր երկրում, երբ որ այսպես կոչված երկրի ղեկավարը այդ պարտությունը փաթաթվում է նաեւ հասարակության եւ երկրի վրա։ Հաղթանակ է ներկայացնում, փաթաթվում, ասում է բան, առաջին անգամ ազատվեցինք, պետություն դառանք։ Իր պարտությունը հաղթանակ է։ Չէ, ինքը երբեք պարտությունը հաղթանակ չի ներկայացրել, ինքը միշտ գովերքել է պարտությունը, ասել է կեց է պարտությունը, աշխարհում միակ մարդն է, որ տարբերակն ավելի վատն է։ Դե հա, բայց ինքը տենց է ասում է չհասկացանք, ուրեմն հաղթանակն է լավ բան, թե պարտությունը։ Ասում է մեկը մի օր պարտվելու։ Մի օր մեկը պարտվելու ենք, ասում է մի անգամ, երկու անգամ, չէ, դա գրվելու է, ասենք, համաշխարհային ինչ ասեմ, հպատակության գիրք կարելի է բացել, ռեկորդների, հա, Գինեսի ռեկորդների։ Իդեպ ես ասեմ ձեզ, սիրելի հետևորդներ, Հայաստանը մի նոր Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մի նոր համաշխարհային ռեկորդ էլ սահմանեց, որը չի եղել աշխարհի քաղաքակրթության այս 6000, 7000, 10000 տարվա պատմության մեջ, Հայաստանում հիմա կա քաղբանտարկյալ կենդանիներ։ Զարա, հիմա դու մտածում ես, դու ճիշտ ես, ոչ միայն կա քաղաքական բանտարկյալ կենդանի, այլ կա քաղաքական սպանության հետևանք կենդանի, քաղաքական պատվերով սպանված կենդանի։ Նման բան երբեք չի եղել։ Խոսքը Ծառուկյանի, Գագիկ Ծառուկյանի պատկանող կենդանիների մասին է, որի էկառույցը քննեցնելուց հետո չի արթնացել, իսկ մնացած, այո, իրականում ես վստահ եմ, որ այնտեղ չափի բանն ավել են տվել։ Դարա ասում են ուղեկցող հիվանդություն է եղել։ Այդ նույնն է, որ Նիկոլ Փաշինյանը կարա 5000 մարդ սպանի, հետո տանեն հերձեն, ասեն մեկի մոտ գլխացավ կար,
Մեկը ճշում ուներ։ ճշում ուներ, շաքարային դիաբետով էր հիվանդ, մեկը պետք է մեռնեին։ Ու գրեն, մեկը մի օր պետք է մեռնեին, Նիկոլ Դե Փաշինյանը։ COVID-ի ժամանակ տենց էլ արեցին, ինչի՞ է զարմանում, չէ՞, բոլոր մահերի վերագրում էին ուղեկցող հիվանդությունների։ Հիմա ինչի են առյուծները եւ ոչ միայն առյուծները, այնտեղ կարծեմ կոկորդիլոսներ կան, արջեր կան, վագրեր կան, Ընդ որում կոկորդիլոսը շատ հետաքրքիր դեպք է եղել, կոկորդիլոսին տեղափոխող աշխատակցին, բանը կոկորդիլոսը կապված, բան եղած անշարժացած վիճակում հաջողացրել է պոչով նենց խփի, որ այդ մարդուն բանով շտապօգնությունով տարել են։ Դիմադրությունա ցույց տվել։ Այո։ Դիմադրության շարժումը ընդեմ կոկորդիլոսը։ Ըմբոստ կոկորդիլոս ընդեմ Փաշինյանական բռնապետության։ Ինչու են այդ կենթանիները քաղաքական բանտարկյալներ։ Նախ ինչ են ասում, չէ՞, մի հատ ստեղ ինչ որ կազմակերպություններ կան Փաշինյանի գրպանային վայրի բնության պաշտպանության, չգիտեմ ինչ մշակութային արժեքների։ Ու էլի ինչ որ իբր իրանց բնապահպանի տեղ դրածներ։ Այդ կենթանիները քաղաքականացրեք կոկորդիլոսների տեղափոխումը։ Ախր քաղաքական դրդապատճառներով կոկորդիլոսներին տեղափոխել եք, ոչ չքաղաքականացնենք։ Այդ կենթանիներին Ծառուկյանը չի բռնել վայրի բնությունից։ Միանշանակ։ Այդ կենթանիները Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգով բռնվելուց հետո չեն վերադարձվել վայրի բնություն։ Այսինքն նրանց ազատություն կարա վերադարձվել։ Ենթադրաբար, եթե հիմի Հայաստանը Աֆրիկայում ելներ, չգիտեմ որտեղ ելներ, հա, հիմի կարային վերադարձնեին վայրի բնություն։ Այդ կենթանիների արկայության մասին մի միլիոն հատ տեսանյութ կա միջև այս քրեական գործի հարուցումը, այսինքն եթե կենթանիներին փրկելու խնդիրներ, կարային մի տարի առաջ փրկեին կամ 2 տարի։ Չէ՞, Ծառուկյանի կենթանիներն այս տեսք ունեն, մարդու ուզում է գնա իրեն տեղ ապրի։ Հաջորդ հարցը։ Այդ կենթանիներին կալանավորելուց հետո նրանց կյանքի եւ կենցաղի պայմանները բարելավվել են թե վատթարացել են։ Միանշանակ վատթարացել են։ Այսինքն դա նշանակում է, որ այդ կենթանիները պատժի են ենթարկում մենակ մի պատճառով, որ իրենց տերը Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական տարաձայնություններ ունի։ Բայց այդ լոգիկայի մեջ կարելի տնային կալանք տային էլի կենթանիներին, չէ՞, վարչական վերահսկողություն։ Եվ ամենակարևորը, երբ այդ կենթանիները կրկին արձակվեն Փաշինյանական ռեժիմից, երբ որ այդ ռեժիմը դադարի գոյություն ունենալուց։ Չէ, նորից կարող Իսկ հիմա էլ իշխանափոխություն պետք է անենք խեղճ առույցների ու կոկորդիլոսների համար։ Զարա, հիշում ես մի հատ կոկորդիլոս գարիկ կար, կոկորդիլոսա գետ, թե կոկորդիլոսա բան։ Որ ասում կոկորդիլոսը քարաճիկ չունի, դոլի ինչ ունի։ Ստամոքս ունի քարաճիկ։ Հիմա հարցը չի առաջանում, ինչի օրինակ կոկորդիլոսա գետ գարիկը կարար կոկորդիլոս բերեր Հայաստանն ու տես ծրագիր ուներ, բայց ֆերմա էր ուզում։ Օրինակ, ինչի իրանք կարելի է կոկորդիլոսների ֆերմա ստեղծել Հայաստանում, ամբողջ աշխարհում այդ կոկորդիլոսների ֆերմաները կան իդեպ։ Իսկ օրինակ Գագիկ Ծառուկյանի չի կարելի։ Ավճան բոլոր կենթանիները լիցենզիայով են։ Այդ գազանանություն պահվող բոլոր կենթանիները վերջին հավից միջև առաջին առույցը, իրանք բոլորը թույլտվությամբ են։ Նես չի որ դա թույլատրված չի եղել Ծառուկյանին, դրա համար են տարել խեղճ կոկորդիլոսներին ու առույցներին։ Զարա, կա ավելի կարևոր ֆակտ չի ունեցել։ Կա ավելի կարևոր ֆակտոր, որը ապացուցում է, որ այդ կենթանիները քաղաքական բանտարկյալներ են։ Ես գիտեմ Հայաստանում բազմաթիվ մարդկանց, ովքեր իրանց հավաքածուում ունեն առյուծներ, վագրեր, արջեր եւ այլ կենթանիներ։ Հիմա հարց է առաջանում, ինչի օրինակ մեկին կարելի է մյուսին չէ։ Ինչի օրինակ հենց Ծառուկյանի կենթանիները կալանավորվեցին, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդն է եւ Նիկոլ Փաշինյանը այդ կենթանիներից վրեժ խնդիր է լինում։ Նախնադարում նման բաներ չեն եղել։ Չէ, կենթանիների նկատմամբ չի եղել, բայց ընտանիքի անդամների նկատմամբ եղել է, չէ, ասենք հորը կալանավորել են, տղերքին էլ հետն են կալանավորել։ Սա մի հատ նոր ֆորմատ է։ Ես ասում եմ, աշխարհի ուզում ես Google-ով պոիստ ոնց ուզում եք բան արեք, որոնում տվեք համացանցում, արհեստական բանականությամբ, ես փորձել եմ։ Կան եղել է համաշխարհային պատմության մեջ կենթանի քաղբանտարկյալ։ Կենթանի նկատ ձևակերպումը շատ քաղբանտարկյալ առյուծ, քաղբանտարկյալ կոկորդիլոս չի եղել։ Ինչի է հիմա առաջացել նման բան, որովհետև համաշխարհային պատմության մեջ ավելի նողկալի, ավելի զզվելի ռեժիմ եւ ավելի վախկոտ մարդ, քինախնդիր, մանրախնդիր, մի չգիտեմ, ինչ բառ ուզենաս կարաս ասես, քան Փաշինյանական ռեժիմն է չի եղել։
Ես նույնիսկ ամանչում եմ, որ այդ ժամանակահատվածում եմ ապրում։ Անկեղծ եմ ասում։ Հիմի օրինակ մեր պապերը, օրինակ ես երկու պապ եմ ունեցել, երկուսին էլ շատ լավ հիշում եմ, մեծ եմ եղել, բավականին մեծ եմ եղել, չափահաս եմ եղել, երբ որ մահացել են, ու մի պապս 10 թվին է մահացել։ Զառա, ախր մեր մտածողությունը շատ է փոխվել։ Օրինակ իմ պապերը, մեզ ինչ էին ասում, որ ես փոքր էի, ասենք 15, 17, 18 տարեկան էի։ Ասենք այն ժամանակ ասում էին ախպեր, մենք աշխարհի ամենաառաջադեմ ժողովուրդն ենք, սովետական ժողովուրդը ես նկատի ունեմ, դե մինչև 17 տարեկան Որի իմաստով ենք առաջադեմ, բայց ամեն իմաստով, գիտության մեջ աշխարհում առաջինն էինք, կրթության մեջ առաջինն էինք, մարդկային բարոյականության նկատի ունեմ իրավունքներ պաշտպանված լինել, լսի հայ ժողովուրդը, հայ մարդը, եվրոպացիներին քաղաքակրթություն էր արտահանում։ Այսինքն ասում էին հայ մարդիկ, մեր պապերը գնացել են Եվրոպա ու եվրոպացիներին, գերմանացիներին, չգիտեմ, ավստրիացիներին, մյուսներին ասել են Հիմա այլ կարան լսի, իրավական ռեֆորմներ արտահանենք։ Գնացել են, ասել են, աղբեր ջան, հոդուկ տավար չեք, ֆաշիզմը վատ բան է, մարդկանց գազային կամերա մտցնելը, գնացել են քաղաքակրթություն են տարել իրանց հետ, քաղաքակրթություն են տարել, ազատություն են տարել, մարդկային արժեքներ են տարել, գնացել են գերմանացիներին սովորացել են ոնց կարելի է մարդավարի ապրել, որ չի կարելի է գազային կամերան ինչ աղբեր, որ դուք այդպես բաներ եք, մենք եկել ենք ձեզ ազատագրենք, որ դուք նորմալ մարդու նման ապրեք, ու միշտ հետևել են, որ եվրոպացիները հանգարց չխախտեն այդ կանոնները։ Սովետական բանակը մինչև 89 թվին Գերմանիայում ա եղել, ասել ախպեր մենք ստեղ ենք, որ դուք հանգարց նորից այդ անասնական ձեր մեջ այդ բնազդները չարտանա, մենք կանխենք։ Մարդ չկոտորեք։ Հիմա դրանից անցել է 36-37 տարի կամ 47 տարի, 37 տարի ընդամենը։ Լսի ինչ են ասում, Նիկոլ Փաշինյանը, Ուրսուլա ֆոն դեր Լայնի, չգիտեմ, այդ Կայա Կալասի ֆաշիստների հետնորդներն են։ Ասում են մեր երազանքը եվրոպական արժեքներին հասնելն է։ Արա ինչ, մենք նրանք պետք է գան մեր արժեքներին հասնեն։ Մենք էլի եմ ասում, հիմի որ պապը զարթներ, մահացած տեղից ելներ, տենար ինչ որ մենք գերմանացիների առաջ գլուխ ենք խոնարհում, որ պետք է իրանց արժեքները, պապս ասում էր, բա մենք գնացինք դրանց մարդ սարքինք։ Լուրջ եմ ասում։ Անձի ասում էր այդ բաներին, վայրի ցեղերին մարդակեր, որ գազային կամերային սարքում երեխեքին մտցնում են, գնացինք դրանց բացադրեցինք, ասենք ախպեր չի կարելի, երեխեն պետք է մեծանա, նորմալ ապրի, հետո չի կարելի մարդուն բանի կրոնի կամ չգիտեմ ցեղային պատկանելության համար սպանել։ Մարդ եղեք, մարդկանց նման նորմալ մարդկանց նման ապրեք, էլի բոլորը հավասար են։ Սովետական միությունը ամբողջ աշխարհին քաղաքակրթություն էր բանանում, արտահանում։ Լավ, հիմա սովետական միություն հետ հնարավոր չի հետ վերադառնալ, բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքակրթությունը, որը դրսի բանից ուժերի կողմից որևէ կերպ չի դատապարտվում, հա, ոչ Արուտի մահը, ոչ Ծառուկյանի չկոճկված ձեռնաշղթաները, ոչ 70 տարեկան մարդուն 20 հոգով հետևից ոտով խփելը, գետնին տապալելը, ոչ այդ մարդու 90 քանի տարեկան մոր առողջական վիճակը, որևէ կերպ այս իշխանության վրա, որևէ ներգործության լծակ չկա, ասա ինչ անենք։ Զարա ջան, որովհետև հայ ժողովուրդը այնքան պրիմիտիվ է, այնքան միամիտ է, կամ չգիտեմ, ես համաձայն չեմ։ Դիմում են, ասում եմ, դիմում ենք արևմտյան դեսպաններին, արևմտյան երկրներին, մի հատ տեսեք ստե ինչա կատարվում։ Դες ինչ արևմտյան երկիր կամ արևմտյան երկրները тут при чем, ինչ պետք է անեն։ Լավ, դե հիմա 20 ածա հատուկ ջոկատինի դեմ գնալ հնարավոր չի։ Դարա, հիմա քեզ հարց եմ տալի։ Անցած շաբաթվա մեջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ուր էր գնացել, գիտես։ Հա, Էրդողանի ձեռը նենց էր բռնել, ես խանդեցի։ Ես Բրիջիտի տեղն էի խանդել։ Դրանից առաջ գնացել էր Սիրիա։ Այո։ Եվ հանդիպել էր այդ բան մարդասպան հանցագործներին, բանը խոնարհվելով էր բարևում։ Այո։ Այդ Աշարայա, այդ մի հատ հանցագործ մարդակեր, որ ուղիղ եթերում մարդու գլուխա կտրել։ Եվ կոչ տեսանյութը կա։ Այո։ Եվ հիմա հայ մարդիկ ուզում են, որ այդ տերորիստներին մեծարող, տերորիստներին ճանաչող մարդիկ ստեղ ինչ որ Այ մարդ չենք ուզում։ Ուզում ենք ինչ որ լծակ ունենանք։ Ու մեր այս պահին մեզ հասանելի լծակը այդ եվրոպական դեսպաններն են, չգիտեմ, միջազգային կառույցներն են, մարդու իրավունքների միջազգային դատարանն է։ Բայց ինչի օրինակ Չինաստանի դեսպանին չեն դիմում։ Չէ, հարց է առաջան։ Լսի, Չինաստանը անհամեմատ ավելի քաղաքակիրթ երկիր է, անհամեմատ։
3000 տարի, 4000 տարի չինական քաղաքակրթություն է։ Համաձայն եմ։ Ապա բայց սրանք չէ, ասում եմ դիմում ենք արևմտյան երկրների դեսպաններին։ Մի անգամ տեսել ես մեկը դիմի Չինաստանի դեսպանին։ Չէ, բայց լավ միտք է, կարելի է խորհուրդ տալ մեր ընդդիմադիրներին Ախր դիմել Չինաստանի դեսպանն էլ ցավոք ոչինչ բանով չի Հա, բայց օգնել։ ես քեզ ասեմ, այս նույն Գագիկ Ծառուկյանի գործով Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Երևանում ասուլիս հրավիրեց, իհարկե դիվանագիտական լեզվով, բայց բոլոր հնարավոր մեթոդներով ակնարկեց, ասեց, այդ տնտեսական վեճի մեջ քրեական գործի հիմքեր չկան, ավելին ամենայն հավանականությամբ Գագիկ Ծառուկյանին են փող գցել, ոչ թե Գագիկ Ծառուկյանն է ինչ-որ մեկի։ Այդ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ինչ որ գումարապարտ եղել ժամանակին չի վճարել, հետո էլ գնացել է հանցագործության մասին հաղորդում։ Շատ հարմար ձև է, ես սաղ քո պարտատերերին որ նստացնես ոչ մի պարտ կարաս չվճարես, էլ մարդը գնացել է այդ հարցը տես լուծել է։ Որում իմանալով, որ այդ մարդը իշխանության ընդդիմադիր է։ Այո, ու բարձա չէ որ սա վազելով դատախազությունը քնչականը բոլորը գործ կհարուցենել չեն բանանի թե ով ումից է պարտ կվերցրել, ով ում պետք է վճարեր եւ այլն։ Ուզում եմ ասեմ նույնիսկ Իրանի դեսպանը, որ Իրանը որպես պետություն, որպես քաղաքակրթություն աչքի անգնում մաքսիմալ դիվանագիտություն, հա, ասում են երբեք չես իմանա, քեզ մերժեցին թե հավանություն տվեցին, այդ մարդը բավականին ուղիղ տեքստով, ինչքան ինքը վիճակի էր իհարկե, ասեց, որ սենց գործ չկա, սա տնտեսական վեճ է, հանգիստ թողեք այդ բանը գործը։ Հիմա ուզում եմ ասեմ, լավ, բոլոր լծակները ենթադրյալ են, դեսպանատներ, միջազգային կառույցներ, այդ քո ասած բնության, վայրի բնության, իրավունքների եսի ջեբի տուզիկներ։ Հա, հասկացանք, այլևս քաղ հասարակություն որպես այդպեսին չկա, այլևս միջազգային կառույցներ որպես այդպեսին չկա։ Լավ, ինչ անենք։ 20 հատ ԱԱԾ-ական, որը մտնում է քո տուն, դու ժպտալով գնում ես իրանց առաջ, հարցակվում է քեզ գետնին բանանում, պարկասնում, հետո էլ վարչապետին հարց են տալիս, ասում են ինչի եք տենց հանում, այդ տեսանյութը ինչի համար էր, նկարահանվում, հրապարակվում, ասում եմ չեմ տեսել, ինձ հետաքրքիր է, մեռնեմ թե չի տեսել, ասեք։ Ինքն է հրահանգ տվել, պարզա չէ որ Երևի չէ slow-mo բանը դանդաղի վրա, 0.5-ով է նայել, որ մանրակրկիտ նայ։ Ուղիղ ռեժիմով, ուղիղ տեսանկարահանման ռեժիմով է նայել։ Կարող է եւ տենց, այո։ Ու մի 10 անգամ էլ հետո վերանայել է, որևէ մեկը կասկած ունի, որ ԱԱԾ-ն դա իր հրահանգով է։ Ինքն է ասել, ընենց կանեք, որ անպայման։ Դա էլի տականքություն։ Քո համար էին նկարում, մենակով նայիր, այդ կինոն խես հրապարակում, երաժշտությունով, բանով։ Էդ էլ է բան։ Զարա, մենք նոր ինչ էինք ասում, ասում ենք ինքը աշխարհում մեր ճանաչած մարդկանցից հիմա չգիտեմ, դե մենք այնքան էլ շատ քիչ մարդկանց չենք ճանաչում։ Ես նկարի ունեմ պատմություն անցել ենք, էլի։ Այո, պատմություն գիտեմ։ Ամենամանրախնդիր, ամենաքինախնդիր, ամենաճղճին Արարածն է։ Դրան մարդ ասելը չի էլ կարելի մարդ ասել։ Ասենք ինչ մարդ ասես։ Մարդը որոշակի արժեքներ, սկզբունքներ եւ դավանող էությունն է։ Ոչ ես կարող ամեն կարմիր գծեր ունի ինչ որ տեղ էլի, ինչ որ Հա, ինչ-որ բարոյական արժեքներ կրող սկզբունքներ, այս Արարածը, շնչավոր Արարածը, ասենք որևէ բան չունի։ Հիմի ասենք Արեքնազ Մանուկյանին, ասենք ինչի համար բռնեցին։ Նախկին պատգամավոր Թևանյան Անդրանիկի ՎՀԿ երկրորդ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեքնազ Մանուկյանին կալանավորել։ Ընդ որում անչափահաս երեխա ունի, էլի։ Լավ, անչափահաս երեխան մի կողմ այդ մարդու հանցանքը որն է իբր թե ասում են, իբր թե պետական գաղտնիք է հրապարակել։ Պետական գաղտնիք չի եղել։ Չի եղել։ Այդ նիստի ժամանակ, որին ներկա եղել Արեքնազ Մանուկյանը, իբր թե այդ տվյալները փոխանցել է Թևանյան Անդրանիկին, Գեղամ Մանուկյանը այն օրը եթեր էր գնացել, ուղիղ եթերով մարդ ասում է, այ մարդ, ես այդ նիստին եղել եմ, դուս եմ եկել նիստը բրծել է, ազգային ժողովի նիստ ա եղել ընդհանուր, ես բաց բանով ուղիղ եթերով պատմել եմ ինչա տեղի ունեցել։ Այդ Իրանը պիտի տանեն, էլի։ Նայ, իրականում նույն մեղադրանքով կալանավորված է նաև Անդրանիկ Թևանյանը։ Այո։ Իբրև թե ռուսական հատուկ ծառայություններին ինչ որ պետական գաղտնիք փոխանցելու համար։ Այդ մի նիստը փոխանցելու համար։ Բայց այս վերջերս ինչ որ արտահոսք եղավ, սենց կիսատ բռատ, թե ինչի մասին է խոսքը, պարզվեց, որ դա ոչ թե պետական գաղտնիք է, այլ Թևանյան Անդրանիկի անձնական գաղտնիքը։ Լուրջ։ Գիտես ինչի մասին է խոսքը։ Ինչ որ իբր թե մտել են, բայց ռուսական հատուկ ծառայության աշխատակիցներից մեկի հեռախոսն են կոտրել, բայց ես վստահ եմ, որ հենց Անդրանիկ Թևանյանի հեռախոսն են մտել,
Ունդեղ ինչ որ մի հատ ծրագիր է, թե ինչպես կարելի է Հայաստանում իրականացնել լրատվամիջոցների ցանկ կար, բան կար։ Հա, քաղաքական գործիչների ասենք տես ծրագիր կարանք ես ու դու նստենք գրենք ու Facebook-ում էլ հրապարակենք։ Դա հիմքա մեզ բանի դա մեր անձնական գաղտնիքն է։ Հա, չէ, բայց կարանք գրենք էլի, ասենք բան теоретический ֆորմատով, չէ, թեական կարանք գրենք էլի։ Հա, ոնց կարելի է, ուրեմն մի հատ ծրագրի մասին է խոսքը, որտեղ նկարագրվում է, թե ինչ մեթոդներով կարելի է Հայաստանում հասնել իշխանափոխության։ Մարդու վրա 2 հատ ցմահի հոդված են դրել։ 2 հատ ցմահի։ Այսինքն Մի մարդիկ հատ ցմահով էլ չեն բավարարվել, 2 հատ։ Ես մտածում եմ ինչի մինչև մի չեն իրականացրել այդ դատավճիռը Նիկոլ Փաշինյանը ինչի չի կայացրել, որովհետև դատարանում ես վստահ եմ որ դատարանում այդ գործը փլվելու է։ Լավ, դա հա, դա միանշանակ որ դատավարը կեղծ ցմահի տակ ստորագրություն կդնեն։ Չէ, բացառված է։ Ցմահը մի ուրիշ կատեգորիա է։ Դա հասկանում ես, անկեղծ ես դատավոր ընկերներ ունեմ, ես գիտեմ իրանց համար նախ ցմահի հոդված ստանալը դա մեծ դժբախտություն է, ասենք ավելի լավ է, չգիտեմ, 10 հատ հասարակ ուրիշ քրեական գործ բերեն, քան մի հատ ցմահ բերեն։ Ես դատավոր ծանոթ չունեմ։ Հա, չէ, ու ես մի հատ անգամ ընկեր ունեմ, որը մի անգամ ցմահը տվել է, ընդ որում ասում է աշխարհում տենց մարդ չէր մնացել, որ ինձ չզանգեր խնդրեր, ասեր մի տուր մեղք այդ տղային եւ այլն։ Ցմահը դա առաջվա մահապատիժն հասկանում ես։ Ավելի վատ։ Բանի իմաստով, ավելի վատ։ Հոգեբանական այդ ճնշման առումով նույնն է։ Ասում է ես 10 օր ոչ մեկի հետ չեմ շփվել, ասում եմ իմ ընտանիքի անդամների հետ չեմ շփվել, որովհետեւ բոլորն ասում էին չանես, տես բան չանես, ու տվել է։ Այդ դեպքում ինքը տվել է։ Հիմա ուզում եմ ասեմ, ոչ մի կեղծ ցմահի տակ ոչ մի դատավոր չի ստորագրի, դրա տակից դուրս գալ հնարավոր չի։ Դա բան չի, էլի, այդպես մի 6 ամիս կալանք չի, բան չի։ Որովհետեւ դատանում ի վերջո պետք է հրապարակեն, չէ՞, այդ մարդը ինչ ապացույց բերեն գոնե մի գաղտնիք է փոխանցել ռուսական հատուկ ծառայություններին։ Այդ մարդիկ գաղտնիքի կրող չեն։ Չէին կարող որը խոսքը մի բանի մասին է։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այդ կնոջից եւ տղամարդուց խոսքը Արեգնազ Մանուկյանի Թեմանյան Անդրանիկի մասին է, ասում ախպեր չհասկացանք ոնց, ուրեմն դուք նստել եք, ծրագիր եք գրել, ոնց ընձի հեռացնեք իշխանությունից։ Առհասարակ մտածել եք այդ ուղղությամբ։ Ուրեմն դուք պետք է ցմահ առնվազն ցմահ նստեք։ Ասենք այդ ընդհանրապես մենք մտադրությունների շարքն ենք ասում, բայց մարդը կառավարության նիստի ժամանակ, կարծեմ ճեպազրույցի ժամանակ հարց են տալիս, ասում են արա ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքելու են, բողոքի ակցիաներ են իրականացրել։ Ով բողոքի գործից կհանեմ, ով են դրանք որ բողոքեն։ Ասեք, լավ, անկեղծ արդեն ինքը կորցրել է իրականության, ինքը բանա սուլթան է։ Ուզում եմ հասկանալ, այդքան դրսում նվաստացած մարդը ինչի է այսքան համարցակ ներսում։ Կարես բացատրես։ Այդ չդիմադրության էֆեկտն է, թե չգիտեմ, ամենաթողության էս բան պետական պաշտոնյաների իրան տենց անվերապահորեն ենթարկվելու էֆեկտն է։ Որտեղ է էլի այդ բանը գիծանցը։ Դա շատ པարզ բան է, ես զենք ունեմ, դուք զենք չունեք։ Ես ԱԱԾ ունեմ, ես դատախազություն ունեմ, ես հակակոռուպցիոն կոմիտե ունեմ, ես կարամ ձեզ նստացնեմ, դուք ինչ չեք կարա նստացնեք։ Պարզ բան է, ինչ կա տեղ։ Բայց Ալիևն էլ իր վրա զենք ունի, Էրդողանն էլ իր վրա զենք ունի, ռուսներն էլ տնտեսական զենքեր ունեն։ Ուզում եմ ասեմ, ամեն բանից ուժեղից մի հատ ուժեղն էլ կհայտնվի, էլի։ Դե ասում եմ, ես էլ նրանց առաջ գնում եմ, կզվում եմ, ինչ եք ուզում։ Ես գնում եմ նրանց առաջ կզվում եմ։ Թող այդ մարդիկ Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը եւ բոլոր Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը թողան կզեն իմ առաջ։ Ես էլ բան կանեմ, իրանց կներեմ։ Կամ իրանց հետ ուրիշ հիմա ինքը կզած մարդիկ կան, չէ՞, բազմաթիվ կզած մարդիկ կան։ Այդ դրան էի ուզում անդրադառնալ։ Իրա Հո դրան չի նստացնում։ Չէ, իրա պատրոնը, հա, Ալիևը այսօր առավոտյան լուր տարածվեց, որ դժգոհել է, ասել է, բանա, հակա ադրբեջանական լուրջ լոբինգ կա Եվրոպայում, տարբեր կառույցներում, անգամ ինչ որ Ժոզեփ Բորելի անունն ա տվել։ Բորելի անունն ա տվել, այնտեղ դատարանի դատավորներից Օկամպոյի անունն ա տվել, ասել է, այս մարդիկ, ընդ որում ասել է դա մի օլիգարխա, որը հիմա տնային կալանքի տակ է գտնվում, որ նրանց ֆինանսավորում է։ Այո, այդ մարդու կապերն ու այդ մարդու ճնշումներն են ու լոբինգն է, որ մեր դեմ է աշխատում, բողոքել է։ Այսինքն հիմա մի հատ իրավիճակ պատկերացնենք։ Եվ ասում է հիմա
Փառք Աստծո, ասում եմ հիմա այդ հարցը լուծվել է եւ Ադրբեջանը Լուծվել է, Նիկոլը գցել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի տակ կլուծվի, բայց չկանի։ Ալիևը փաստացի ասում է, որ Սամվել Կարապետյանի կալանքը եւ ընդհանրապես կալանքը Իրան շատ ձեռատար ոչ թե ձեռատալի իմ հրահանգով է եղել։ Իմ ուղիղ հրահանգով է եղել։ Այսինքն այդ մարդը ասում է Նիկոլ Փաշինյանը իմ աշխատողն է եւ կատարում է իմ ուղիղ հրահանգները։ Հիմա նայ Հիմա օրինակ հարցը առաջանում, այսօր որ գնացել է Սարա բարձացել։ Ալիևը թույլ տվել է, թե չէ։ Ինձ թվում է թույլ է տվել։ Հա։ Ուրեմն Ու երևի սարն էլ են քննարկել, ասենք Արագած կարելի է Աստվածչյանի Արատիկոմ հանկարծ չնայի, բան տենց թեմաներ կան, չէ՞, դա իհարկե։ Այդ համանախակումներն է։ Պրոստը հասկանում ես, պատմականորեն բոլոր этаպներում այս պետությունն է զբաղվել այդ քաղաքական լոբինգով, հա, այսինքն մենք չենք ունեցել ժամանակահատված, որ ինչ որ անհատների վրա է թողնված եղել, էլի, այտենց չգիտեմ, մի մեծահարուստ Ֆրանսիայից կամ մի մեծահարուստ Ամերիկայից որոշի ու ինչ որ ձև եվրոպական կառույցների վրա ազդեցություն ունենա։ Հիմա եկել ենք հասել ենք այդ իրավիճակին, որ մեր իշխանությունը հակառակ քաղաքականությունն է վարում, հա, պրո-ադրբեջանական, պրո-թուրքական իսկ մեր հարուստ մարդիկ, հայտնի մարդիկ փորձում են տակից, այն էլ Նիկոլից Թաքուն, էլի, բան անել, հակաադրբեջանական քարոզչություն վարել։ Ասենք եւ Զարա, դու ունես մի հատ բան ես ասում։ Մեր համար դա ինչ որ տես խորթ է, հասարակության համար խորթ է, ականջի համար, գիտակցության համար խորթ է, որ կարա երկրի իշխանությունը ըլնի օտարի թշնամու, մեր գիտակցության համար թշնամու, չէ, ծառան եւ հպատակը։ Բայց աշխարհի ելի եմ ասում, մենք մեզնով ենք ամեն ինչ չափում։ Մի հատ հələ նայեք հայ ժողովուրդը ինչքան ժամանակ իր պատմության ընթացքում եղել է օտարի լծի տակ։ ընդ որում իր ղեկավարները հենց եղել են այդ համագործակցողները, որոնց պատճառով ու որոնց առաջինն են սպանել, մորթել, չգիտեմ, ցեղասպանել եւ այլն արել, էլի։ Մենակ հայ ժողովուրդը չէ, հիմա բազմաթիվ երկրներ հիմա գտնվում են ենթադրենք ամերիկյան լծի տակ, չգիտեմ, դրանից առաջ ասենք ես շատ եմ իմանում, ասենք Մոնղոլ Իսպանիային այն է, Իսպանիային են պատկանել։ Հա, տարբեր էլի մոնղոլների տակ են եղել ամբողջ Եվրոպայի էս հարավային Եվրոպան, մինչև Հունաստան, Բուլղարիա, չգիտեմ, Սերբիա, Հունգարիա, եղել է թուրքական լծի տակ 300-400 տարի, 1400-1500 թիվն է հասկանում ես։ Բայց ի՞նչ է փոխվում։ Ու այս պետությունն էլ գիտի, չէ, որ ինքը ունեցել է ցեղասպանություն, ինքը ունեցել է 90-ականների պատերազմի ադրբեջանական վայրագությունների մասին շատ լավ հիշողությունը հələ տեղն է։ Ոնց եղավ, որ Նիկոլին հաջողվեց 9 տարում ասած օբշի ամնեզիա փռել երկրի վրա, որ մեզ դա չի անհանգստացնում այլևս։ Մենք չենք բանալնում, էլի լարվում, որ Թուրքի հպատակության տակ է մեր իշխանությունը։ Մեր հասարակությունը լարվում է։ Իհարկե լարվում է, հասարակությունը դրան դիմադրում է, հասարակությունը չի ուզում ըլնի թուրքահպատակ եւ ընտրությունների օրինակը դա ցույց է տվել։ Այդ մարդիկ այդքան մարդ կան նստած, չէ՞, ենթադրենք հիմա հարյուրավոր մարդիկ նստած են, սկսած մի քանի վերջին տվյալներով 10000 հոգի է ընդհանուր բանի վերահսկողության տակ տնային կալանքներով, բաներով, վարչական վերահսկողություններով եւ այլն։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ այդ մարդկանց իրական մեղքը մի բանի մեջ է։ Այդ մարդիկ չեն Նիկոլին հեռացնել։ Ոչ, բայց ինչի հեռացնեն։ Իրանք դեմ են Հայաստանի թուրքահպատակեցման քաղաքականությանը։ Վերջ։ Այն կան չէ մարդիկ գրում են մեկնաբանությունների տակ։ Սենց իբրնես շատ խոշոր լապամանից կտրվել ես։ Ինձ ամենաշատ այդ են գրում։ Չէ, գրում են։ Եղել այդ լապամանը։ Հա, մեկ էլ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Ղուկասյանն են ընդդիմություն բան։ Մտածում ես, բա ով է ընդդիմություն։ Ասենք ով ան դու ես ընդդիմություն։ Օրացույց նստածա բոլորը ընդդիմություն են ինձ թվում, բացի նայել։ Իբր իրանց խելքով, դրանք կերտ ընդդիմություն են։ Մենակ հարցը առաջանում, բա որ դրանք կերտ ընդդիմություն են, ինչ են նստած, ինչ են ունեզրկվում։ Էդ էլ է պայմանավորված։ Պայմանավորված է։ Որ ԱԱԾ-ի պատվալում մի տարի անցկացնել է առանց ժեռուցում, առանց հովացման համակարգ, այդ բանա թատրոնա, ձև է, էլի։ Դե այտենց ձև է, ինչ ասեմ, այդ մարդիկ ուրեմն պետք է մտածեն 4 միլիարդ ունեցող մարդու համար, էլի։ Դա բառացի նիկոլական քարոզչության զոհեր են։ Մարդը կարա լինի քարոզչության զոհ։ Պարզ է, չէ, որ Նիկոլ Փաշինյանի համար անթույլատրելի է, որ հայ մարդը
հայ մեծահարուստը, հա, մեկ էլ ինչ են ասում է, դրանք հարուստները բան սենց ընես, բա հարուստը ամբողջ աշխարհում երկրի տերը եղել են հարուստները։ Ես դա մի քանի անգամ ասել եմ։ Ասենք ամբողջ Չգիտես, սոված մարդ այլ խնդիրներ ունի, հասկանում ես, եթե դու քո ընտանիքի հոգսը մի կերպ ես քաշում, էլ ոնց որ չես մտածում, բա Ալիևի արտաքին քաղաքականությունը ոնց կանդրադառնա Հայաստանի ապագայի վրա։ Նայ, երբ որ սկսեց այդ հեղափոխությունների ալիքը, համաշխարհային հեղափոխությունների ալիքը, հոլանդական հեղափոխությունները առաջինը, դրանից հետո եղավ անգլիական հեղափոխությունը։ Տես Կրոնվելի շրջապատում քննարկվում էր համընդհանուր գոնե տղամարդկանց։ Դե այն ժամանակ կանանց ընտրական իրավունք տալու մասին ընդհանրապես խոսք չկար, դե խոսքի եմ ասում։ Քննարկվում էր գոնե տղամարդկանց համընդհանուր քվեարկության իրավունք տալու հարցը։ Ու գիտես, ինչ ամենամեծ առարկությունը որն էր, որ աղքատ մարդկանց սեփականություն չունի, չի կարելի տալ բան, ընտրական իրավունք, մենակ մի պատճառով, որ եթե մի մարդ այդ քո ասածի նման օրվա հացի խնդիր ունի, ինքը շատ հեշտ ենթակա է մանիպուլյացիայի ավելի շատ փողատերերի կողմից։ կծախի, էլի, իհարկե։ Այսինքն փաստացի ընտրակեղծիքով, բանով, չգիտեմ, փողով ընտրողը, դա մենակ կարա լինի Նիկոլի ընտրողը, որովհետև սոցիալապես անապահով խավն է իրան ընտրել, ում որ թոշակ են բարձրացրել, ում որ բժշկական ապահովագրություն են տվել, ում որ չգիտեմ, մի երկու Ես չեմ ուզում բոլոր սոցիալապես անապահով, որովհետև մարդիկ կան։ Մի հատ նես լավ պատմություն ունեմ, վերջացրու խոսքը։ Հա, որտեղ մարդիկ կան, որոնք նույնիսկ այդ թոշակը բարձրացնելու բանի անվճար, բայց լիքը մարդիկ կան, որոնք մենք տեսնում էինք, մոտենում էին Նիկոլ Փաշինյանին, ասում էին շնորհակալություն պարոն Փաշինյան, գնացել ենք անվճար բան ենք արել, վիրահատվել ենք կամ անվճար Զարա ջան, ավելի սոսկալի եւ ավելի վատ բան ասեմ, այդ ծնողները, զինվորների ծնողները զոհված, երբ որ գնում են Փաշինյանին շնորհակալություն են հայտնում։ Ինչի համար են շնորհակալություն հայտնում։ Այդ գումարի, որ տվել է դիակների դիմաց։ Այո, իրանց երեխեքի Ընդ որում գիտես, չէ, դեպք ա եղել, ինչ որ մեկը տենց խոսքի մեջ այնտեղ ներկա մարդ ա եղել, ասել է, իմ տղան որ ապրել էր, մի ամբողջ կյանք էլ աշխատեր, այսքան փող չէր աշխատի, ինչքան դուք մեզ տվեցիք։ Իհարկե։ Դու հասկանում ես, ասենք Զարա, ես դեպք գիտեմ, որ այդ 10 միլիոնը մահվան գումարը 10 միլիոնը հայրը վերցել է, ծնողը վերցել է, գնացել է ամենագնացը տենց որ ասում են ջիպ մեքենա է առել եւ գոլդ համարներ է դրել վրան այդ գումարի մի մասով եւ շատ երջանիկ ապրում է։ Չպատկերացնում ես հպարտանում է այդ մեքենայով, այդ համարով։ Անհնար է, բան երևի փողոցում են տնտաբերող շներն ավելի պատասխանատու ծնողներ են, քան այդ մարդը։ Եթե մենք միշտ ես էլ եմ այստեղ այս մեր տաղավարում ասում, եթե մարդը կարա ծննդաբերի երեխա եւ իր երեխային նոր ծնված ծախի, կան չէ դեպքեր կան, մենք բան չենք էլի սրբերի եւ հրեշտակների հասարակություն չենք։ Ամոթ այդ բոլորը հանցագործությունները հասկանում ես։ Ինչի պետք է իր 18 տարեկան, եթե մի ամսականին կարա ծախի, մի օրականին կարա ծախի, ինչի պետք է 18 տարեկանին չծախի։ Դե վատ բան եմ ասում։ Երեկվա պատմություն եմ պատմում, երեկոյան ուրեմն տաքսի եմ նստել, բավական երկար ճանապարհ պիտի գայի, այդ ինչ որ խոսքի մեջ նյութի հետ կապված voice ուղարկեցի, այդ տղան հասկացավ, որ ես տենց բան էլի անդիմադիր լրատվամիջոցի ներկայացուցիչ եմ, ուրեմն մեկը դարավ սենց բանով ասում է, այ ցավը տանեմ ասում է, ես գի դպրոց չեմ ավարտել, բայց ասա, այս կյանքը արդար է թե չէ։ Ու մի հատ պատմություն է պատմում։ Ուրեմն բարձրացնում է հայր ունի տանը 70 անց, իրանք 3 երեխա են ու արմատներով արցախցի են, Շահումյանի շրջանից են եկել, 75 թվին հայրը տեղափոխվել է Երևան, իրանք արդեն ծնվել են այստեղ, մեծացել են այստեղ եւ այլ։ Ամեն մեկն էլ այդ 3 երեխաներից 3 երեխա ունի, հասկանում ես, 9 բան ունի, էլի։ Թորնիկ ունի, պապիկը։ Ուրեմն ասում է, հորս 3 հատ ինսուլտ ա խփել, ասում է, ուղեղել չի աշխատում, ասում է, շատ տարօրինակ բաներ է անում, բայց ամենասարսափելին է իր արածների մեջ, ասում է, Նիկոլա կանադառը։ Ասում եմ, դու չես պատկերացնում, ասում եմ, ես ամեն ինչ արել եմ, ասում եմ, օրը ամիսը 162,000 դրամ, ասում եմ, անկոլոգիա ունի, ես իր անկոլոգիայի դեղին եմ տալի, որովհետև չգրանցված դեղ ենք տալիս, որ չմահանա էլի այդ մարդը, ասում եմ, 162,000 դրամ, ես իր անկոլոգիային եմ տալի, ինքը ինձ ասում է, Նիկոլս 10,000 դրամ թոշակս բարձրացրեց, ասում եմ, այ հեր, այ ցավը տանեմ, մի հատ հաշվի էլի, ամեն ամիս ես 162,000 դրամ, քեզ մենակ
դեղից փող եմ տալիս, քո պահելուն, քո մնացած հիվանդությունները չեմ ասում։ Ո՞ց ես դու այդ 10,000-ով Նիկոլս ասում, դու նյուժելի չես տեսնում ասում։ Ես ասում եմ պատրաստ եմ ասում, թող գան տունս ձեռիցս վերցնեն, կգնամ փողոցում, բանի ստվարաթղթի տուփի մեջ կապրեմ, ասում մենակ տեսնեմ ոնց է Նիկոլը պատժվելու։ Ու վերջում ասում դու պատկերացնես ասում ընտրությունների օրը առավոտը վեր եմ կենում, տենամ ուրեմն չալիկները վերցրել է, լավ էլ չի տեղաշարժում, ասում գլխապատառ վազում անդրատեղամած, որ Նիկոլին ընտրի, չկարողացա որ այդ բանանեմ, խոչընդոտեմ, ասում ես գնացի ընտրատեղամաս, ասում կյանքում հացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, բարձր ցանկերում չկամ։ Չկամ ես որպես ընտրող, ասում հիմա դու ինձ ասա արդար է, որ իմ գիժ 70 տարեկան հերը, ընդ որում ասում ուղղակի խնդիրներ ունի մարդը 3 ինսուլտ է տարել, էլի, որոշի իմ 12 տարեկան տղու ճակատագիրը, ես անգամ չկարենան իրան համարժեք որոշում կայացնեմ։ Ես չեմ ցուցակում ինքը լինի։ Պետք է իրան ասեիր, որ քո եւ քո 12 տարեկան տղու ճակատագիրը ընտրությունների արդյունքում չի որոշվել։ Որոշվել է կեղծիքի արդյունքում։ Ցավեր է։ Չէ, բարձ է, շատ ցավալի է, բայց մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել 25-ից 30%, ոչ ավել։ Մնացած 20%-ը Նիկոլ Փաշինյանը կեղծել է։ Դե դա բացահայտ կեղծիք է։ Ասենք դա Հիմա դու ես ասում ես զենք ունի, կեղծելու հնարավորություն ունի։ Բա ոնց պայքարենք։ Զենքի դեմ դուրս չես գա, ասենք, չգիտեմ, անզեն մարդը տանկերի դիմաց չի կանգնում, էլի։ Նույնիսկ ավտոմատի դիմաց չի կանգնում։ Նույնիսկ ավտոմատի դիմաց չի կանգնում։ Կեղծիքի դեմ էլ չկարողացանք, էլի կարողացավ ինքը իրավապահ համակարգով բոլորին նենց արեց, որ նստացրեց ինքը կեղծեց։ Ոնց ազատվենք այս մարդուց։ Լավ, Աստծո պատիժ չի, անեց քա ինչա միջև մահկերեզման պետք բան անենք, հետներս տանենք։ Սառա նախ հայ ժողովուրդը միակը չի, որ ապրում է բռնապետության պայմաններում։ Դա ինչ չի մխիթարում։ Ոնց էլ չի մխիթարում, պարզ է որ չի մխիթարում, բայց դա նենց չի էլի, որ մենք ինչ-որ յուրահատուկ վիճակում ենք հայտնվել։ Շատ ժողովուրդներ մեր նման մտածում են ոնց ազատվեն իրանց բռնապետերից։ Ու շատերն էլ արդեն ազատվել են։ Շատերը ազատվել են, իհարկե շատերը ազատվել են, շատերը պայքարում են դրա դեմ։ Հիմա ինչ, ասենք Ադրբեջանում բռնապետություն չի, կամ չգիտեմ Ռուսաստանում բռնապետություն չի, կամ որևէ տեղ Եվրոպայում բռնապետություն չի, քո կարծիքով։ Ասենք օրինակ Մակրոնը ինչ է, արդարը։ Լավ, Մակրոնը մյուս ընտրություններով կգնա, Մարի Լեպենը կգա։ Չի գա։ Ես ուզում եմ ասեմ քեզ, որ այդ նույն բռնապետությունները կան բոլոր երկրներում։ Հա, Սառա։ Դա չէ, տենց չի ավոր։ Ընտրության արդյունք է, ոչ մեկ չի դնում։ Նիկոլի պես բոլոր վստահված անձանց ձերբակալում գիշերը նկարում։ Ֆրանսիայում, իբրև թե ժողովրդավարական Ֆրանսիայում, Մարի Լեպենը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Այս վերջերս են զրկել։ Ձերքին Սամվել Կարապետյանի նման, ձերքին գցած է այդ վերահսկման ժաբանը, շղթան, եւ այդ կինը հայտարարել է, որ եթե այդ շղթան պետք է իմ ձեռքին լինի, ես չեմ մասնակցի ընտրություններին, որտեվ եթե ես չեմ կարողանալու շրջեմ ամբողջ Ֆրանսիայով եւ հանդիպեմ իմ ընտրողների հետ, դու մի մտածի, որ Եվրոպայում այդ մեզ խափում են կամ մեզ չէ։ Ավ քո կարծիքով որտեղ է ժողովրդավարությունը։ Չկա ժողովրդավարություն։ Իսկ որտեղ կա հնարավորություն անցնցում առանց, չգիտեմ, մանի զենքի զորքի իշխանապողություն անելու։ Ոչ միտեղ չկա տենց հնարավորություն։ Ահա այդ նշանակում է մենք պիտի հավերժ Նիկոլի իշխանության նորոք ապրենք։ Ոչ, դա չի նշանակում։ Բասա, այդ եմ ուզում, այդտեղ ուղին եմ ուզում։ Զառա, բայց այդ ուղին ինչ որ մի հատ քո հեղափոխության պլան է, էլի։ Որ Արեգնազին տարել նստածրել են, մի հատ էլ քոնը հրապարակի։ Արեգնազենց հեղափոխության պլանը դա ընտրություններով, լսի, ընդ որում դա բանի պլան չի եղել, էլի, ինձ բռնի իշխանության շենքեր գրավելու, բանանելու, բռնի իշխանության անելու։ Լսի, ընտրությունների միջոցով, խոսքը վերաբերվել է ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։ Ու ունդեղ ուղակի գրված է եղել, որ ովքեր ինչ դերակատարում պետք է ունենան, ով մամուլով պետք է զբաղվի։ Քարոզարշավի պլան է եղել։ Քարոզարշավ։ Ես դա որ ասում են պետական գաղտնիք, ես ասում եմ դա Անդրանիկ Թևանյան։
Անդրանիկ Թևանյանի անձնական գաղտնիքն է եղել, որովհետև ինքն է գրել։ Ազգական գաղտնիք որ ասում ես, մտածում եմ ինչ-որ տենց բան ընտանեկան գաղտնիքին ես բանան մակնարկում։ Չէ, բայց կա տենց գրաֆիկ, որը ընտրություններ չի ենթադրում, որը այդ ուղղությամբ չի գնում, բայց ինչ որ հնարավորություն ա մեզ տալիս, ինչ որ հույս ա տալիս, որ սա հնարավոր է, որ եթե չեն ընտրել այդ օրը մի օր էլ կարողանան նաև փողոց դուրս գալ ու այդ չընտրելու մասին բարձրաձայնել, էլի։ Որտեվ այդ իմ տաքսիստի հայրը չալիքներով դժվար հասնի հանրապետության հրապարակ, բայց ինքը անպայման կգա, էլի։ Ես ուզում եմ այդ ասեմ, գլոբալ։ Տեսեք, օրինակ Սամվել Կարապետյանը ինչ է ասում, ասում է պետք է լինի տրիգեր, տրիգերը հայերեն որը Խթանիչ մի հատ ինչ-որ շարժառիթ, շարժառիթ։ Հայերեն ես տրիգեր բառի բացատրությունը ինձ թվում է շարժառիթն է, որը հասարակությանը, որի պայմաններում հասարակությունը ոտքի կկանգնի եւ տեղի կունենա իշխանափոխություն, չէ՞, մոտարապես։ Արույցի մահնել շարժառիթ չեղավ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այդ շարժառիթը շատերը նայ, ես կարդում եմ, տարբեր մարդիկ գրում են, թե օրինակ ինչը կարա լինի այդ շարժառիթը։ Եվ հիմնական մասի բանը այն է, որ նման շարժառիթ կարա լինի Հայաստանում սոցիալական վիճակի վատթարացումը, ասենք օրինակ տնտեսական այդ սահմանափակումները, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման արդյունք։ Հա, գազի գնի թանկացում եւ այլն։ Ես ասեմ, նման բան բացառվում է։ Հայաստանում սոցիալական հենքի վրա իշխանափոխությունը բացառվում է։ Բայց չի վրա։ Զառա։ Ասում էինք Արցախը իրանց վեճին չի, իրանք այդ ընկալումը չունեն, որ դա իրանց հողն է։ Հիմա էլ ասում ես Սառնանը իրանց վեճին չի, իրանք այդ ընկալումը չունեն, որ ուտելիքը անհրաժեշտ է։ Ասենք երկու գլոբալ հայրենասիրական դրդապատճառները չի ազդում, սոցիալականը չի ազդում։ Ինչ է մնացել տակը։ Նիկոլ Փաշինյանի արտաքին տերերի պարտությունը։ Օй, լավ էլի ավո։ Լավ։ Հիմա ուզում ես ասես, պիտի Էրդողանը պարտվի ընտրություններում, որ մենք կարողանանք Նիկոլին հեղացնենք։ Ոչ, արևմուտքը պետքա պարտվի։ Էրդողանը արևմուտքի մի մասը։ Զառա, քանի Նիկոլ Փաշինյանը ինչի է իրան անպատիժ զգում։ Այդ որը տենց դու մտածում եմ, ով որ ինձ նշանակել է, ստեղ գործի։ Հələ ուժեղ է։ Ախպեր այդ մարդը ինձնից գոհ է։ Հայ ժողովրդի հետ ես որևէ ոչ տալիք ունեմ, ոչ առնելիք։ Ուրա առնելիք ունի շատ։ Նա ունե զրկում աբոմժացնում աբանանում։ Հա, ես այս խոսքով եմ ասում, էլի, հա, տալիք չունեմ, ճիշտ է։ Դե այդպես խոսք կա, չէ, տալիք առնելիք, չէ, տալիք առնելիք չունեմ։ Տալիք չունի, առնելիք լիքը ունի։ Ես ասում եմ, հայ ժողովրդի հետ կապ չունեմ։ Ինձ այս գործին նշանակել է արևմուտքը։ Կեղծել եմ, ես առաջ էլ ձևի համար կարայի ասեի, բանը, ժողովուրդը ինձ ընտրել է եւ այլն, չէ։ Ասում է, եթե դուք ինձ չեք ընտրել, հելեք հեղափոխություն արեք։ Չէ։ Հեղափոխության դաժե չեղած պլանի համար մարդկանց երկու հատ ծմահի հոդված ա դնում վրաները։ Եթե այդ սկզբունքով դատելու լինենք, աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը Հյուսիսային Կորեան է։ Ընդեղ էլ են ընտրություններ են ելնում 99% հավաքում ընտրվում է։ Հա, հիմա կարա ասենք Կիմ Չեն Ընը հայտարարի, որ ախպեր ջան, եթե մեր երկրում ընտրություններից հետո մարդիկ դուրս չեն գալի փողոցներ, ուրեմն այդտեղ բացարձակ ժողովրդավարությունն է։ Նույնիսկ խոսացող էլ չկա, որովհետև այդ մարդիկ բոլորը այդ մարդու քաղաքականությունը բան են անում։ Հələ Հայաստանում մի քանի հոգի խոսում է։ Ողջունում են, այո։ Հա, ողջունում են, մի ասենք, այդտեղ գոնե ինչ որ խոսա մի քանի։ քանի Դե դա ժամանակի հարց է, ասենք, մի քիչ ժամանակ դուր այդ հարցն էլ կլուծի, անպայման։ Հյուսիսային Կորեա կդառնանք։ Ընդ որում նիկոլական մի բան էլ եմ ուզում ասեմ։ Նիկոլական քարոզիչ կա, մի հատ Դանիել Իոնիսյան։ Վայ մամա ջան։ Հա, բան ա գրել, Facebook-ում գրել է անդրադառնալով Ծառուկյանին, ասում է ճիշտ է, դա օրենքի իմաստով խնդրահարույց է, բայց ասում է, բա հո չենք թողելու, որ Ռուսաստան, բայց դա մեսիջ է Ռուսաստանին, որ եթե Մեսիջը Ռուսաստան, մտեք Ռուսաստանի դեսպանատունը ձերբակալեք։ Չէ, այդ նույն Թևանյան Անդրանիկի գործով ասում ես Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչն է։ Դրեցին քարոզարշավի ժամանակ հիշում ես, մի ամբողջ ցանկ հրապարակեցին, թե դեսպանատան որ աշխատակիցը, որ հատուկ ծառայության ներկայացուցիչ է Ռուսաստան։ Բա մտեք ձերբակալեք։ Բա ի՞նչ է եղել, այստեղ կողքն է մեր, էլի։ Կարան գան։
Քիչ են Ով գալիս։ կարա ձերբակալ լինի։ Դանիել Հովհաննիսյանը օրինակ, չգիտեմ, Աննա Վարդապետյանը։ Չէ, Ինչ չեն ա կարա։ եղել։ Պետք է Ինչից են անպայման ՀՀ վախենում։ քաղաքացի լինի, որովհետև անպաշտպան է։ Միայն ՀՀ քաղաքացին է ՀՀ տարածքում անպաշտպան։ Միայն որևէ այլ երկրի քաղաքացի չեն կարա։ Իրանի քաղաքացու չեն կարա կալանավորեն, Ադրբեջանի չեն կարա, Թուրքիայի չեն չեն կարա, կարա, Ադրբեջանի Ռուսաստանի չեն քաղաքացի կարա, անօրինական հատելա եկելա կանգնելա մեր հողի վրա։ Ամերիկայի չեն կարող, եվրոպական որևէ երկրի չեն կարող, ով մնաց Մենակ Միայն- հայերը։ Այսինքն ձեռա տալիս Հայաստանում հայ չլինելը, էլի, Հայաստանում Հայաստանի քաղաքացի չլինելը։ Չէ, որովհետև օրինակ Ռուսաստանի նախագահը մի հատ նույնիսկ օրենք ընդունեց, որ ռուսական զինված ուժերը Այո, կարող են արտասահմանում իրենց քաղաքացիների պաշտպանությունը իրականացնել։ իրականացնեն, հա։ Ա. Հիմա բավասանք պատկերացնում ես, Մատնեն Ռուսաստանի դեսպանատուն բանը Պուտինը զորք ուղարկի։ ես մեր անցած հաղորդման ժամանակ ինչ է, հիշում ես, որ բայրեցի բանի օրինակը, Լիբիայի օրինակը, երբ որ հոսանքն ու ջուրը անջատել էին։ Դեսպանատունը այո։ Հա, հենց դեսպանատան ջուրն ու հոսանքը անջատել էին, ամերիկյան կառավարությունը ուղղակի բանը ավիահարված հասցրեց կառավարության շենքին ուղիղ նշանառությամբ բանին նախագահականի շենքին հարվածեց, միանգամից բանը հասկացավ Քադաֆին հասկացավ, որ ախպետ չէ։ Հիմա դու կարծում ես Նիկոլին պրոստը բանն այդ ավիահարվածի նկարներն են ուղարկել, ասել են հասկացի Նիկոլ ջան։ Չէ, դե ինքը գիտի դրա մասին, չէ։ Ես ասում եմ ինքը մենակ իր ուժը պատմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միակ անպաշտպան խավն են։ Հիմա ես նորից եմ պնդում, որ Հայաստանում կարա իշխանափոխություն լինի միայն մի դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանի արտաքին հովանավորները այնքան թույլ լինեն, որ Նիկոլ Փաշինյանին չկարանան պաշտպանեն։ Իսկ դրա Տարակ բան ես ասում։ ոչ Այո։ Առաջ աղոթում ենք Հայաստանի բարօրության, չգիտեմ, ընդդիմության հաղթանակի համար, հիմա պետք է սկսենք աղոթել, որ բանը արևմուտքը պարտվի։ Զարա, արեք մի հատ մենք ազնիվ նկարագրենք այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանը։ Բոլորը ասում են, որ Հայաստանը դարձել է թրքահպատակ, ադրբեջանահպատակ երկիր։ Երբ են հպատակ երկրները ազատագրվում իրանց տերերից։ Երբ որ տերերը թուլանում են, Բայց դերը արդեն իսկ թուլանում են, էլի։ նայ, Զարա, կա երկու տարբերակ։ Երբ որ այդ հասարակությունները ըմբոստանում են իրանց տերերի դեմ եւ հաղթում են տերերին, չի ասենք օրինակ Օգնենք Ադրբեջանի ժողովրդավարություն հաստատվի։ Հնդկաստանը մի քանի 100 տարի, 200 տարի Անգլիայի գաղութ էր։ Երբ Հնդկաստանը դառավ անկախ երկիր 46-47 թվականներին, ինչի համար պատերազմի ժամանակ 45 թվականի պատերազմից հետո Անգլիան այնքան թուլացավ, որ իր գաղութային կայսրությունը չէր կարող պահել։ Մենք այդքան ժամանակ չունենք, սպասենք տենանք Թուրքիանում այդ պատերազմի մեջ են մտնելու, էլի։ Կաղապետությունը պրոստը չմնա։ Թուրքիան արդեն պատերազմի մեջ է, Եվրոպան արդեն պատերազմի մեջ է։ Ու դուք ենթադրում ես, որ մոտ ապագայում հանգուցալուծում է լինելու։ Ես կարծում եմ, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում ամենաուշը այդ Զարա, ինչքան էլ մենք շտապենք, հա պարզ է, որպես մարդ, որպես այս երկրում ապրող, տանջվող, այս ռեժիմի պայմաններում տանջվող մարդիկ, մենք ուզում ենք, որ հենց վաղը դա տեղի ունենա, բայց մեր հետևորդներին նստենք խաբենք, ասենք գիտեք ինչ կա։ Ես հավետիս հետ ասեն քիչ դեպքերից է, որ համաձայն չեմ։ Լավ։ Ես կարծում եմ, որ հնարավոր է այդ նույն հպատակության առումով նշանակումը Փաշինյանի դա արտահերթ նշանակում էր, էլի։ Դա ընդհանուր ծրագրից դուրս նշանակում էր։ Հիմա եթե մենք վերադառնում ենք հին աշխարհակաղակական վեկտորին, այսինքն ընտրում ենք այս կողմը Իրան, Ռուսաստան, Չինաստան, դաշինքը, քո ասած Չինաստանի դեսպանին ենք դիմում եւ բան ենք անում, ընդդիմությանը փորձում ենք բան անել, նաեւ ակտիվացնել քաղաքական իմաստով, փողոցի իմաստով, կարող է եւ մի տարի հետո, չգիտեմ, անվստահություն հայտնելու պահին արդեն այդ քաղաքական բանը պատրաստ լինի, դաշտը։ Կարող է արտաքին ազդեցությունը այդքան մեծ չլինի, այդքան տեսանելի չլինի, ինչքան այս պահին թվում է, էլի։ Զարա, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի տերերը շատ կատաստրոֆիկ արագությամբ թուլանում են։ Արդեն եկար լավ տեղերը, դավայ։ Կատաստրոֆիկ արագությամբ թուլանում են, նույն Եվրոմիությունը եւ տնտեսապես
եւ տեխնոլոգիական իմաստով Եվ քաղաքական։ եւ քաղաքական իմաստով եւ արժեքային իմաստով, եթե մինչեւ վերջերս Եվրոպան իբրև թե գոնե որոշ մարդկանց կողմից ընկալվում էր որպես ժողովրդավարության, ազատ խոսքի, կնիկ դնող չէ, իրոք այդ արժեքներին հավատացող, այդ արժեքներով ապրող հասարակություններ, հիմա բոլորի համար պարզ է, որ Եվրոպական միությունը եւ արևմուտքը ապրում է ճգնաժամի մեջ։ Ես սիրելի հետևորդներ, ուզում եմ ձեզ մի հատ sense տվյալ ասեմ։ Եթե մինչև օրինակ 24 թվականը 22-24 թվականը Եվրամիությունը տնտեսապես զարգացող միավոր է։ Հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Լրիվ ուրիշ։ Հունաստանի բյուջեի պակասորդը կազմում է 18%։ Բուլղարիայի բյուջեի պակասորդը կազմում է 22%։ Ամբողջ Եվրոպական միության բյուջեի պակասորդը 6.2% է, այն դեպքում երբ օրենքով գրված է, որ դա չպետք է գերազանցի 3%-ը։ Զարա ջան, այդ բաները Նիկոլ Փաշինյանի տերերը իրան պահելու քաղաքական, տնտեսական, ռազմական, ֆինանսական որևէ ռեսուրս չունեն։ Եվ Իսկ Նիկոլը թանկ է նստում համաձայնվի։ Այո, պահելու համար իրան քանի որ իրանք նույնիսկ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել էր, հիշում ես անցած հաղորդման ժամանակ դու ասում ես ինչի 1.5 միլիարդ չեն տալիս։ Այո։ Այդ 1.5 միլիարդը չկա։ Ընդամենը կա 52 միլիոն եվրոյի, այն էլ խոստում։ Ես մի հատ թիվել եմ ուզում հրապարակեմ, սիրելի հետևորդներ։ Երեք չէ առաջի օրը Ռուսաստանի պետական հարկային եւ մաքսային ծառայությունը հրապարակել է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը վերջի 6 ամիսների ընթացքում, այսինքն հունվար սահմանափակումները, հա։ Չէ, այտենց բան չի արել, հունվար հունիս ամիսներին։ Եվ դա համեմատել է անցյալ տարվա նույն ցուցանիշի հետ։ Ինչքան է տարբերությունը։ $700 միլիոն կորուստ կա։ Այսինքն ապրանքաշրջանառու ընդ որում Ընդամենը 6 ամսում, այսինքն տարվա կտրվածքով դալիդա 1.400.000։ Ավելի շատ կլինի, որովհետև սահմանափակումները հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին սահմանափակումներ չեն եղել։ Սահմանափակումները վերաբերվել են միայն մայիս-հունիս ամիսներին են մտցվել այդ սահմանափակումները։ Հաստատ ավելի շատ կլինի։ Անհամեմատ 2 միլիարդի կարգի տակ ենք տալիս։ Այո։ 2 միլիարդի կարգի տակ ենք տալիս, 1 միլիարդ ամեն տարի վարկա վերցրել, որ մի կերպ չարքաշ կյանքով շարունակի ապրի, ոչ մի բան էլ չի ավելացրել այս երկրում։ Հիմա իր քաղաքական խախուտ իրավիճակն էլ եթե տակը դնենք, որ ԲՀԿ-ից գողացած ձայներով է իր 2/3-ը ինչ ապահովել թե 3/5-ը, այդ вообще խստացվում է, որ իրան պահել է խայտարակ թանկ պրոյեկտ է լինելու։ Այո։ Այդ գիտես ոնց այդ ոչ բանա երկար ոտերով բլանդինգա պահելու պես մի բան է, էլի դրա մեջ էֆեկտիվություն չկա, դրա արդյունքը շատ չի երևում, բացի գլուխ գովալ մեկ-մեկ ստեղ այնտեղ տանել կանգնացնել, նկարահանելը, բայց ծախսը շատ է, էլի, էլ ֆիլիարի փող տուրել, կոսմետոլոգի փող տուրել, սրա շորի փող տուր, կոշիկի փող տուր, շատ ծախսատար պրոյեկտ է։ Այո։ Եվ այսպիսով ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաև կոկորդիլոսների կենթանիներին, որոնք Նիկոլ Փաշինյանի անմարդկային սիրելի կենթանիներ։ Մենք մեղավոր չենք, որ Հայաստանում նման ռեժիմ կա։ Ես ինքս չափազանց կենթանասեր մարդ եմ, եւ ես ամաչում եմ, որ Հայաստանում կենթանիները քաղաքական հետապնդման եւ զոհ են դարձել։ Հիմա կասենք ուզում ես Ծառուկյանի վանդակներում ապրեն, բայց Ծառուկյանի վանդակները լուրջ եմ ասում, ոնց որ 5 աստղանի հյուրանոցը տեսել ես։ Ես չեմ տեսել Ծառուկյանի վանդակները, բայց ես տեսել եմ կենթանաբանական այգու վանդակները։ Ոնց սարսափա։ Եվ ես վատ եմ զգում։ Հիմա պատկերացնում եմ դրանից բացի, ասենք գնացել են պատկերացնես այդ առույցս ամբողջ կյանքը ապրել է շքեղ, չգիտեմ, բանի Ծառուկյանի ասապնյակում արել են պուջուր վանդակն են գցել, ինքը ինչ շոկի մեջ է, էլի։ Հոգեբանական ծանր վիճակում է երևի թե։ Իրոք շատ ամոթալի է։
Այսօր այսքանը Մենք պայքարում ենք նաև ձեր ազատության համար։ հաստատ։ Այսօր այսքանը շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք այս ամառվա կեսին։ Հույսով եմ դեռ արձակուրդ չեք գնացել, մեր հաղորդումը ձեզ հետաքրքիր է դեռ նայել ու կարող եք մեզ մեկնաբանություններ գրել։ Օրինակ կարող եք կենթայիներին ձեր աջակցությունը այստեղ հայտնել, մենք ուշով բոլոր մեկնաբանությունները կարդում ենք, շատ հաճախ անգամ պատասխանում ենք։ Կհանդիպենք մյուս երկուշաբթի, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։